Գործով նշանակվել է 6-ի նկատմամբ դատատոքսիկաքիմիական փորձաքննություն եւ պարզվել է, որ 6-ն էլ թմրանյութի ազդեցության տակ են։ Թմրանյութ օգտագործողներն են 6-ն էլ։ Ոչ միայն թմրանյութի ազդեցության այդ պահին, այլ որ նրանք թմրամոլներ են եւ գաղտնալսումներով պարզվում է, որ նրանք թմրամոլ են եւ շարունակում են բերդում իրենց թմրանյութերի օգտագործումը եւ այդ թմրանյութերի պահանջարկի բավարարումը, ինչպես ես եմ լսել գաղտնալսումներից, իրենց համար ավելի կարևոր է, քան զղջման գորն է որևէ խոսք կամ արտահայտություն, թե այդ ինչպես պատահեց այդ դժվար դեպքը։ Ձեզ ինչպես է հայտնի դարձել։ Մի րոպե ես այո, շնորհակալություն, ուրեմն մենք ստացել ենք քրեական գործի նյութերը, արդեն հայտարարված է նախաքննության ավարտ, դա է պատճառ ունենք հայտարարում են գործով դատարանի որոշումներով գաղտնալսվել են հեռախոսահամարներ, գործով անցնող մեղադրյալների հեռախոսահամարները։ Մենք արդեն ծանոթ ենք այդ արձանագրություններին եւ գաղտնալսումները լսել ենք։ Քրեական գործ է առանձնացվել այդ կապակցությամբ 266 հոդվածի առաջին մասով, այսինքն թմրանյութերի իրացման հետ կապված։ Հասկանալի է, բացի այն, որ գործով արդեն պարզվել է, առկա են փորձագետի եզրակացություններ, որ նրանք թմրամիջոցներ օգտագործող են, արդեն նաև շարունակություն եղել է գաղտնալսումներով ստացված ուրեմն տեղեկությունները, որ այլ նոր քրեական գործ հարուցելու հիմք եւ առիթ է արդեն առաջ եկել, ինչի մասին խոսեց Տիկին Փարանձեն, որ նրանք քրեակատարողական հիմնարկում էլ շարունակում են ամուսնացողներ են արտամոլ։ Բոլորի դատաբժշկական բոլորինը տվել է դատատոքսիկոքիմիականը, որ օգտագործող են։ Նայեցեք, էլի մի հարց, քրեական գործով որ թմրանյութերի իրացման համար այլ գործ է։ Ահա, դա պարզվել է որտեղից է եկել է թմրանյութը, ով է քննություն պետք է գնա, նոր գործ է հարուցվել, առանձնացվել է, պետք է քննություն գնա, նախաքննություն է սկսվել այդ գործով, բայց առայժմ կան որոշակի տվյալներ, որոնք մեզ տրամադրվել են գաղտնալսումները կատարվել են այլ նպատակով, հա, որպեսզի սույն գործի շրջանակներում որոշակի փաստական տվյալներ ձեռք բերվեն։ Որովհետև ես հերթականությամբ նշեցի, որ առաջինը կալանավորվեց Քոսյանը, նրանից հետո, այսինքն խնդիր կար, 6 հոգի են մասնակցել այդ սպանությանը, պետք է բացահայտվի մինչև վերջ, հա, մինչև վերջ բացահայտված չի, մենք այժմ ունենք 5 հոգի, ովքեր մեղադրվում են այդ հոդվածով, մենք դեռ ունենք խնդիր, պետք է 6-րդին էլ բացահայտի հատուկ քննչական ծառայությունը, ով մաս է առանձնացրել այս մասով։ Եվ այդ շրջանակում, երբ որ գաղտնալսում է կատարվել, արդեն պարզվել է, որ առերևույթ նոր հանցագործության վերաբերյալ արդեն տեղեկատվություն է ստացվել եւ առանձնացվել է նոր քրեական գործ է հարուցվել։ Այսինքն 5 հոգի են կալանքի տակ։ Այս պահի դրությամբ 5 հոգու վերաբերյալ հայտարարվել է նախաքննության ավարտ եւ 5 հոգու վերաբերյալ գործը գնալու է դատարան, եթե մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից հաստատվի, ինչ դեռևս 6-րդի վերաբերյալ տվյալներ։ Իսկ Կողոսյանի մասով ներողություն։ Ուրեմն, եթե ընդհանրապես բավարար ապացույցներ այդքան էլ չունենար նախաքննական մարմինը, ես կարծում եմ միայն գաղտնալսումներով հստակ երևում է յուրաքանչյուրի մասնակցությունը այդ սպանությանը, այդ թվում Արարատ Նիկողոսյանի, որը իր բերանով խոստովանում է իր ընկերուհուն, բա խփել եմ, բա ինչ պիտի անեի, չխփեի։ Բոլորի մասնակցությունը, այդ գաղտնալսումները լսելուց առաջ, ես որպես մարդ, որպես մանկավարժ, փորձում էի ինչ-որ մի ձևով մտածել, որ 6 երիտասարդներ են, սպանություն են կատարել, տեսնենք ոնց է եղել, միգուցե զղջում են, միգուցե իմ մեջ ինչ-որ մի խիղճ արթնանա։ Գաղտնալսումները լսելուց հետո ես կարող եմ միայն մի բան ասել, ես խղճում եմ այդ երիտասարդների ծնողների։ Նկատել եմ օբյեկտիվ, անաչառ քննություն, բոլոր փորձաքննությունները կատարելուց հետո ինձ իբրև իմ ամուսնու իրավահաջորդ հրավիրել են հատուկ քննչական ծառայություն, ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը եւ ես համապատասխան միջնորդություններ չեմ ունեցել եւ չեմ արել, որտեղ բավարարվել եմ նախաքննական մարմնի կատարած գործողություններով։ Ինձ համար ամենից, այսպես ասած, կարևոր պահը նա էր, որ այդ ծնողները, այդ ընտանիքները երևի քաջ գիտեին յուրաքանչյուր իրենց երիտասարդների նկարագիրը։ Երբ ես նամակում նշել էի, որ իմ ամուսինը հարսանիքից է վերադարձել մոր հետ,
հրապարակվեց նյութ, հարբած է եղել եւ ինքն է հրահրել այդ կռիվը։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ իմ ամուսնու օրգանիզմում ոչ թե թույլատրելի, այլ ընդհանրապես ալկոհոլի ոչ մի քանակ չի եղել, որտեվ ես ունեցել եմ հավասարակշռված ազնիվ աշխատասեր նորմալ Հայաստանի Հանրապետության նորմալ քաղաքացի։ Մինչդեռ դատաբժշկական նույն փորձաքննությունները եկան ապացուցելու, որ 6-ն էլ առանց բացառության թմրամոլներ են։ Եվ նախաքննական մարմինները այդ նյութերը տրամադրել են։ Տրամադրվել է ինձ 10 հատոր գործը, որը ես ամեն օր ընթերցում եմ, գաղտնալսումները, որոնք ես լսում եմ, եւ դա ինձ հիմք է տալիս նորից ասելու, որ նախաքննական մարմինը, այն է հատուկ քննչական ծառայությունը, իր իրավասությունների շրջանակներում կատարել է օբյեկտիվ քննություն եւ ես առայժմ նորից եմ կրկնում բավարարված եմ։ Ես հարց եմ ուղղել հատուկ քննչական ծառայության քննիչին, թե գաղտնալսումներում ինչու օրինակ չկա Յուրա Հակոբյանի գաղտնալսումները եւ ինչու չկա անմիջապես Խաչիկ Քոսյանի։ Եվ իմ մտահոգությունը այն էր, որ Խաչիկ Քոսյանը մեկ անգամ դատապարտված լինելով շատ հզոր խորհրդատու հայր ունի հավանաբար կամ փաստաբան, որը նրան խորհուրդ է տվել շատ զգույշ լինել իր հեռախոսային խոսակցություններում, բայց Արթուր Զաքարյանի հետ խոսակցությունները, որոնք գաղտնալսվել են, լիովին ապացուցում են Խաչիկ Քոսյանի մեղսակցությունը այդ հանցագործությանը։ Իսկ խոսակցությունների ընթացքում հստակ ասվում է, որ Յուրա Հակոբյանը Viber-ից է օգտվում, այսինքն նրան եւս այնպես է զգուշացվել, որ շատ հնարավոր է գաղտնալսվեն եւ ոչ մի նման խոսակցություն չէր կարող գաղտնալսվել, նա հիմնական համար չուներ, բայց խոսակցություններից մեկի ընթացքում Արարատ Նիկողոսյանի հայրը խոսում է Մարիամ Գրիգորյանի հետ, որտեղ ասում է հստակ, որ դատարանում դեռ պիտի պարզվի, ով է եղել հիմնական հարված հասցնողը, միգուցե Յուրան է եղել։ Պատկերացնում եք, ուզում եմ ասել, բավարար ապացույցներ կան յուրաքանչյուրի նկատմամբ, ես դրանում համոզված եմ առավել քան։ Հիմա ինձ մնում է միայն հավատալ հետագա դատաքննության ընթացքում օբյեկտիվ քննությանը, օբյեկտիվ, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր արժանի պատիժը։ Ես այդ պատժի չափը ես չեմ որոշում, դա դատարանն է որոշում։ Հույս ունեմ, որ կայացվի այնպիսի որոշում, որից իմ ընտանիքը բավարարված կզգա իրեն։ Բայց որքան էլ պատժի չափը մեծ լինի, մի բան միայն հաստատ կարող եմ ասել, որ իմ ընտանիքը ցմահ այդ վիշտը չի կարող մոռանալ։ Եվ պետք է պայքարել նման թափթփուկների դեմ, եւ ոչ միայն այդ թափթփուկների, այլև նրանց, ովքեր Facebook-ում, այլև այլ ցանցերում արտահայտվում են այդ մարդասպանների մասին, թմրամոլների, եւ նրանց դիմում են թակավոր աղբեր, իմ աղբեր, շուտով կհանդիպենք, եւ նման արտահայտություններով ու հանկարծ մտածում ես, էս ինչ է կատարվում, էս հանրությունը ուր է գնում։